Փակ TV հեռուստալիքի բոլոր մշակութային ծրագրերը հովանավորվում են իրավապաշտպան Լևոն Բաղդասարյանի կողմից։ Բարև ձեզ բարեկամներ, Փակ TV-ն ողջունում է իր բոլոր ունկնդիրներին և հրավիրում դիտելու լինել թե չլինել հեղինակային շարքի հերթական թողարկումը։ Հերթական նոր հանդիպումը, նոր անձնավորության, նոր բայց մեզ քաջածանոթ, ով է այդ անձը։ Դիտենք մի փոքրիկ ինֆորմացիա նրա մասին։ Խնդրեմ։ Լինել թե չլինել հաղորդաշարի այսօրվա հյուրը Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանն է։ Բայց մեր զրույցը նրա հետ չի լինելու քաղաքական թեմայով։ Այսօր զրուցելու ենք ռեժիսոր, բեմադրիչ, մշակութային գործիչ Տիգրան Խզմալյանի հետ։ Ավելի քան 4 տասնամյակ է, ինչ նա շարունակում է ստեղծագործել թե պատմական, թե մշակութային և թե ազգային ազատագրական պայքարի թեմաներով։ Ֆիլմեր նկարահանում, հետաքրքիր նախագծեր կյանքի կոչում և միշտ ապրում է իր ժողովրդի և իր երկրի վաղվա օրվան հավատալով։ Այս առումով ամեն տարի Տիգրան Խզմալյանի մոտ միշտ կանգնում է լինել թե չլինելու հարցադրման պահանջը։ Եվ ամեն անգամ նա փորձում է մեզ բոլորիս առաջադրված հավերժական հարցմանը տալ հնարավորինս ճիշտ պատասխան։ Որպես ստեղծագործող անձ, Խզմալյանը միշտ հավատով ու լավատեսությամբ է նայում ամեն բացվող նոր օրվան, և լինել թե չլինելը նրա համար վաղուց արդեն ունի իր հստակ պատասխանը։ Այո, սիրելի բարեկամներ, մեր այսօրվա ցանկալի հյուրը, շատ ցանկալի հյուրը, կինոռեժիսոր, բեմադրիչ, մշակութային հայտնի գործիչ, իհարկե նաև Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանն է, բայց ինչպես ասեցինք, այսօրվա մեր հիմնական խոսակցության թեման մշակույթն է և այն ամենը, ինչ կապված է այս ոլորտի հետ։ Նախ բարև ձեզ։ Ողջույն, պարոն Ղուշյան։ Շատ ուրախ եմ, որ այս ձևաչափով ենք զրուցելու, որովհետև գիտես, մենք վերջին մի քանի տարիներին փաստորեն կորցրել ենք ստեղծագործող ռեժիսոր Տիգրան Խզմալյանին, ավելի շատ զբաղված է քաղաքական այդ անցուդարձի, այդ տոհուբոյի միջով է ասում, հիմա էլ նախընտրական շրջան է և հասկանում եմ, որ մշակութային գործունեության համար ժամանակ չի մնում, բայց այնուամենայնիվ գիտեմ, որ նախագծեր ունեք։ Այո։ Մենք հույս ունենք, որ դրանք շուտով կներկայացնենք հանրության դատին։ Իհարկե։ Ինչպես եղավ, որ ասենք 27 ֆիլմերի հեղինակ, որոնցից 3-ը խաղարկային, իսկ 25-ը վավերագրական և ինչ ֆիլմեր, որոնք ստացել են 7 միջազգային մրցանակ, որոնցից 3-ը Grand Prix, սա հենց այնպես չի տրվում, բայց այսօր Տիգրան Խզմալյանի ֆիլմերը կարծես մի տեսակ դուրս են մնացել հեռուստատողների տեսադաշտից, ինչու՞։ Նախ շնորհակալություն, որ հրավիրեցիք, այսպիսի ճոխ ներկայացնելուց, այդ ամենը նայելուց հետո ես մտածի, որ մեռնելու ժամանակն է, որ մահախոսականը չփչացնեմ հանկարծ։ Ես չեմ հաշվել, դուք որ հարցրեցիք, սկսեցի հաշվել քանի ֆիլմ եմ արել, կարծում եմ մի 20, պարզեց ավելին։ Իմ ֆիլմերը 2004 թվականից փաստորեն չեն ցուցադրվում, 1-2 բացառություններ կային, 2004 թվականին փակվեցին Ռոբերտ Քոչարյանի օրոք, և Հայֆիլմ ստուդիան, և հեռուստաֆիլմերի Երևան կինոստուդիան, որի տնօրենն էի ես 8.5 տարի, դա ծանր երջանիկ տարիներ էին ինձ համար և ստեղծագործական առումով շատ երևի բերքաբեր տարիներ էին։ Ես Սարդարապատ Դեժավյու ֆիլմի 2008-ին ներկայացնելու փորձից առնչվեցի արգելքի,
արգելվեց կինո Մոսկվայում շնորհանդեսը քաղաքական արդեն պատճառներով։ Հետո 2014 թվականին եկավ եւս մի արգելք, իսկ իմ վերջին ֆիլմը Գողացված դարը արգելված է արդեն Նիկոլ Փաշինյանի կողմից, նա անձամբ ինձ դա ասեց, այսպիսի պատիվ շնորհեց ինձ վկաների ներկայությամբ, ասեց ես հասկանում եմ հիմա ինչու են ձեր ֆիլմերը արգելված, պարոն Խզմալյան ասաց նա բառացիորեն, այս մեկն էլ ես եմ արգելելու։ Դա 21 թվականի դեկտեմբերի վերջն էր, երբ ես ցուցադրեցի նեղ շրջանակում, որտեղ նա ներկա էր իմ առայժմ վերջին արված ֆիլմը Գողացված դարը։ Դա մեծ վավերագրական ֆիլմ է Հայաստանի վերջին 100 տարվա պատմության մասին Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի հետ զուգահեռ մեր հարաբերությունները վերջի դարում։ Դա ֆիլմի թեման էր։ Գիտես Տիգրան ինչն է զարմանալի, լավ, նախկինների օրոք որ արգելվեցիր, հասկանալի է, այն ժամանակ ասած խոսքը չէր խրախուսվում մեղմ ասած եւ ամեն կերպ աշխատում էին խոչընդոտել բոլոր այն ստեղծագործողներին, ովքեր ուզում են ազատ, ազնիվ, թափանցիկ խոսք ասել, բայց որ նոր իշխանությունները, որոնք իրենց արժակեցին ամենաժողովրդականը, ժողովրդավարականը, այսպես ասած, նրանք պիտի արգելեին։ Դա զարմանալի էր։ Ոչ դա զարմանալի չէ, որովհետև իրականում ոչ մի նոր բան չկա։ Նոր են ուղղակի ցուցանակները, իսկ եւ միջոցները, եւ նպատակները, եւ բոլոր բարդույթները, եւ մեղքերը, եւ սխալները բոլորը նույնն են, հինն են։ Եվ ես միայնակը չեմ, օրերս մեծ հնչեղություն ստացավ Տիգրան Պասկևիչյանի վավերագրական ֆիլմի դատական ընդ որում որոշումը ֆիլմի արգելման մասին, որովհետև դա հանրային հեռուստատեսության պատվերով, որքան հասկացա նկարանած ֆիլմ էր եւ Տիգրանը փորձեց իր հեղինակային իրավունքները պաշտպանել, բայց դատական որոշումը փաստորեն փակեց այդ ֆիլմի ցուցադրման համենայն դեպս հանրային հեռուստատեսությամբ հնարավորությունը, դա սկանդալային է եւ դա ապացուցում է, որ իրականում ինչպես կասեր դանիական արքայազնը փտել է ինչ-որ բան դանիական արքունիկում եւ այն հայտարարությունը, որը մենք լսեցինք 1-2 օր առաջ Մոսկվայում, իբրև թե Հայաստանում ազատություն կա, ազատ են առայժմ YouTube-ը, սոցցանցերը, բայց ազատությունը դա ցանցերի ազատություն չէ, չպետք է որ լինի, դա մարդկանց ստեղծագործների, այլախոհների ազատությունը պետք է լինի եւ մենք հիմա խոսում ենք ֆիլմերից, իմ ֆիլմերը չեն ցուցադրվում վաղուց արդեն, բայց նաեւ հանրային հեռուստատեսությունը ոչ միայն ֆիլմերս, այլ նաեւ ինձ չի չեմ ասում ցուցադրում, չի հրավիրում արդեն 2 տարի։ Ընդհակառակ ասեց, հատուկ ասվեց, որ ինձ չհիշատակեն։ Այդպես որ ազատությունը մեր երկրում դա ցավոք սրտի կեղծ կատեգորիա է։ Լավ, այս իշխանությունները որքան կարող են թոս փչել մարդկանց աչքին։ Ինչպես Լինկոլնն էր ասում, կարելի է բոլորին խաբել որոշ ժամանակ, կարելի է բոլորին խաբել որոշ ժամանակ, անհնար է բոլորին անընդհատ խաբել։ Տեսնենք ընտրությունները ցույց կտան քանի մարդու եւ որքան ժամանակով իրենք դեռ կկարողանան խաբել։ Հավատում եք ընտրություններին։ Ընտրությունները արդար չեն արդեն հիմա, որովհետեւ ես որպես ընտրությունների մասնակցող կամ հավակնող մասնակցելու ես պարտականություն եմ զգում եվրոպական կուսակցությունը ներկայացնելու ընտրություններին մենք անհավասար պայմաններում ենք եւ ֆինանսական առումով, որովհետեւ այդ ահռելի գումարը 7.5 միլիոնը, որը միգուցե նրանց իրանց օլիգարխների կամ հատուկ ծառայությունների հաճախորդների համար լուրջ թիվ չի, դա պարզ քաղաքացիների համար մեծ գումար է եւ մարտահրավեր, ինչպես նաև արդեն ասացի, որ մեզ հատուկ զրկում են տեղեկատվական հնարավորություններից, իսկ եթե մենք չունենք մեր գաղափարախոսությունը ներկայացնելու հնարավորություն, այսինքն տեղեկացնել քաղաքացիներին մեր
դիրքորոշման մասին, ապա իհարկե ընտրությունները արդեն ի սկզբանե նախապես արդեն անարդար են։ Այսինքն ազատությունը, տեսեք, դա բավական բարդ գաղափար է։ Ազատ են, բայց անարդար։ Իսկ եթե չկա արդարություն, չկա եւ ազատություն, որովհետեւ ազատությունը դառնում է անբովանդակ։ Դա հենց մեր ընտրությունների եւ մեր ամբողջ կյանքի մասին է։ Կարծես թե մենք ազատ ենք, բայց մենք անկախ չենք, այսինքն մենք ազատ ենք մեր վանդակում տեղաշարժվել կամ որոշել ինչ գույնի կարելի է ներկել վանդակի ճաղերը, բայց դուրս գալ վանդակից, բացել դուռը եւ դուրս բերել երկիրը դեպի աշխարհ, դեպի քաղաքակրթություն, դեպի Եվրոպա, ինչպես մենք ենք պնդում, դա մեզ չեն թողնում։ Ինչպես ասում է մեր լավ բարեկամը իմ ու քո մեր հայտնի երգահանը Ռուբեն Ախվերյանը, նույնիսկ ընձուղը տարօրինակ մի երգ է, բայց որ փակված է վանդակում, դա արդեն երգ չէ։ Հիմա մենք բոլորս փակված ենք այդ վանդակում։ Ես վերջերս շատ եմ հիշում Ռուբենին եւ դա նշանակում է, որ նա արդեն կենթանի փարկասու, կենթանի ողջ դասական է եւ մտքովս անցավ վերջերս հիշեցի Եզը, մեկ այլ նրա երգը եղիր հես բանող ես եւ վարիր քեզ տրված սևահողը բաժին երբ հասնի երեկոն դու հանգիստ գնագում ու որոճա քեզ բաժին ընկած խոտը մինչեւ որ բացվի կամ չբացվի առավոտը սա շատ տխուր տողեր են որոնք նախորդ շրջանին էին գրված եւ դրան էին վերաբերում բայց պարզվում է որ այսօրվա համար ավելի արժանք միանշանակ Իդեպ ես հիշում եմ մի հիանալի ֆիլմ էլ նկարահանեցի Ռուբենի մասին հիշում ես իհարկե ոնց մոռանամ Փոստատար Ռուբեն Ախվերյան այո եւ այդ ֆիլմն էլ փաստորեն արգելված է այդ ֆիլմը երկու անգամ ցուցադրվել էր որովհետեւ հանրային հեռուստատեսության այն ժամանակվա ղեկավարությունը փորձում էր լավ հարաբերություններ հաստատել Ռուբենի հետ, բայց Ռուբենին կաշառել նման բաներով հնարավոր չէ եւ նա միևնույնը փչացրեց իրենց օրակարգը, այդպես որ ֆիլմը նույնպես չի ցուցադրվում այլևս։ Իդեպ ասեմ, որ Փակ TV-ն նախապատրաստում է նորից ցուցադրել Տիգրան Խզմալյանի ֆիլմերը եւ եթե դու չես առարկում, կարող եմ ասել Փարկաստու որ կա Փակ TV-ն, որտեղ դու միշտ ազատ ես եւ որտեղ դու ազատ մուտք ունես։ Տեսնում ես, ես կարող եմ ցուցադրել ֆիլմերը Փակ TV-ով։ Դրա մեջ էլ է դառը հեգնանք, չէ՞, բայց այսպես է։ Դու չես առարկում։ Չէ, իհարկե չէ։ Սիրով ես ժամանակին հիշում ես, երբ որ դուք դեռ բաց TV-ի եք ցուցադրում էի եւ ինձ համար մեծ պատիվ է ու ուրախություն որ գոնե մի քանի հազար մարդ կտեսնի դա։ Եվ որքան լավ արձագանքներ եղան, մարդիկ պարզապես զարմացած էին, որ կա նման ֆիլմ եւ այն չի ցուցադրվում ազգային հեռուստատեսությամբ։ Ես էլ եմ մեկ-մեկ ափսոսում, որ երիտասարդ սերունդը չի լսում այն երգերը, չի տեսնում այն ֆիլմերը, չի կարդում այն գրքերը, որոնք շատ ու շատ բան կփոխեին հիմա, այդպես որ դա էլ է մեր անազատության նշան, ընտրվում է ինչ-որ անհայտ անհասկանալի մարդկանց կողմից այն բաժին ընկած խոտը, որը պետք է ծամի այս հոտը։ Այո, մեզ հարամծրած խոտը։ Այո։ Մենք հիմա դիտում ենք մի տեսանյութ եւ շարունակում։ Խնդրեմ։ Ինչ օրինակ ենք մենք ծառայում մեր երեխաներին, մեր բարեկամներին ու մեր թշնամիներին։ Իհարկե մեղքը բոլորիս է, բայց նախ եւ առաջ մեղքը իշխանություններինն է։ Ովսե Մարգարեն ասել էր, եթե պետք է հղումն էլ տամ 8-րդ բաժինը 7-րդ տողը, նա, ով սերմանում է քամին, հնձելու է փոթորիկ։ Այն քամին, որով լցնում էր մեր կյանքը, Նիկոլ Փաշինյանը, քշեց շատ ու շատ բաներ։ Եվ մենք շատ պինդ պետք է բռնվենք միմյանցից, որպեսզի թույլ չտանք, որ քշի ամենակարևորը։ Մեզ քշում են մեր երկրից,
Այն արժեքները, որի շուրջ մենք հավաքվել ենք եւ անվանել ենք մեզ ազգ, հայեր, դա վտանգված է։ Ես չեմ չափազանցնում։ Մենք մեր կյանքը նվիրեցինք մեր հայրենիքին, դրա մշակույթին, դրա պատմությանը, դրա ապագային։ Ես փորձում եմ ապրել ֆիլմեր նկարելով մշակույթի ու պատմության մասին։ Իմ կյանքը այդ ֆիլմերում է։ Ես երեխաներիս ու թոռներիս հիմա այդպես էի դաստիարակում։ Իմիջիալոց նրանք այստեղ են։ Ես ոչ միտեղ նրանց չուղարկեցի։ Մենք հավաքվում ենք մի սեղանի շուրջը։ Եվ ես երազում եմ, որ ես կմեռնեմ նույն տանը, որտեղ որ ծնվել եմ, որտեղ որ ապրում եմ հիմա, որտեղ մենք ամեն մի սերունդ սկսում է զրոյից։ Մենք ոչինչ չենք կարող փոխանցել մեր երեխաներին, չէ՞ որ հիշեք, դուք էլ ապրում եք հիմա ոչ թե այն տանը, որտեղ ծնվել եք, ձեր հայրերը, ձեր ու մեր պապերը ու տատերը, մենք անընդհատ ոչ միայն տներից ենք զրկվում, քաղաքներից, երկրներից, մենք հավաքվեցինք այստեղ մեր ծվարած մի քանի լեռների միջև մեր մնացած երկրում, մեր հսկայական երկրից, եւ վերջին տարիներին կորցրեցինք այդ երկրի 1/3-ը, մեր Արցախը։ Ինչու մենք ստացանք Արցախը, որտեղ մենք ազգովի խնդրեցինք միմյանցից, աշխարհից եւ Աստծուց։ Մենք ասում ենք Արցախը մերն է, եւ դա ճիշտ էր։ Եվ Աստվածը լսեց մեր աղոթքը եւ տվեց մեզ մեր ուզածը։ Աստված միշտ տալիս է մարդուն իր ուզածը, եթե այդ ցանկությունը, եթե դա այդ իղձը անկեղծ է։ Այո, Աստված միշտ տալիս է մարդուն այն մեծ խնդրանքը, որը նա ունի եւ եթե դա անկեղծ է, ազնիվ է, դա միշտ հասանելի է։ Ճիշտ ասած, չգիտեմ, թե երբ ես այս խոսքերը դու ասել, բայց այնուամենայնիվ մեր օրերն են։ Նորից գալիս ենք այն իրավիճակին, որում ազգովի հայտնվել ենք։ Լավ, որքան կարող է այս ժողովուրդը այս ամենը հանդուրժել։ Ես վերջերս եմ ասել այս ամենը եւ նախադասությունը ունի նաեւ շարունակություն։ Ես ասացի, որ մենք կորցրեցինք Արցախը, որովհետեւ այլևս անկեղծ չէինք, որովհետեւ երկրի ազգի մեջ մտավ կեղծիքը եւ կեղծավորները սուտ ասելով Արցախի մասին, Հայաստանի մասին կորցրեցին այն, ասում էին Արցախը, Հայաստանը եւ վերջ, կրկնում էին եւ սրբապղծում էին դրանով Լեոնիդի պես հերոսի խոսքերը, բայց Լեոնիդը կյանքով էր վճարել այդ խոսքերի համար։ Սա Հայաստանը եւ վերջ, ասում էր նա, Արցախում կանգնած Շահումյանի շրջանը նայելով դրան։ Իսկ մարդիկ, ովքեր արդեն պատրաստ են ամեն ինչ հանձնել, ասում են դա կեղծելով եւ ընտրելով կեղծարարներին, կեղծելով ու սրբապղծելով դրանով իսկ մեր սրբությունները, մենք կորցրեցինք այն, ինչ տրված էր մեզ, ինչի համար մենք պայքարում ենք, քանի պայքարում ենք, հավատում ենք, քանի հավատում ենք, ստանում ենք, այլևս չենք հավատում, չենք պայքարում եւ կորցրեցինք։ Ազգը ինչպես մարդն է, եւ Աստվածը այդ առումով ընդհանրապես չափանիշն է մեր անկեղծության կամ կեղծավորության։ Սա ինչ կատարվում է հիմա, սա պատիժ է։ Սա երկնքից ընկած ինչ որ կարկուտի պես պատուհաս չէ։ Սա պատիժ է մեր կեղծավորության, մեր ագահության համար, մեր հարմարվողականության համար, նրա համար, որ մենք մաս առ մաս, քայլ առ քայլ, քար առ քար վաճառեցինք մեր հաղթանակը, հետևաբար նաև մեր հայրենիքի մասը։ Եվ այս ամենը դեռևս շարունակվում է։ Եվ այս իմաստով ես ցնցված եմ, որովհետև
Այն ամեն ինչին ես հավատում եմ, ինչի համար ես նկարում եի ֆիլմեր, ինչի մասին է ես նկարում ֆիլմեր։ Իմ կենսագրությունը ֆիլմերումս է, ես կարող եմ ընդհանրապես ոչինչ չասել, այլ տարբեր թեմաներով ցույց տալ այս կամ այն ֆիլմը, երաժշտության կամ պատմության մասին, Երևանի կամ Տիգրանակերտի մասին, Քրիստոսի մասին, հայ կանանց ու թագավորների ու թագուհիների մասին, Սարյանի ու Խաչատուրյանի մասին, Թամանյանի եւ Թումանյանի մասին։ Ես կես դարից ավել սովորել եմ, որ հիմա կարողանամ կիսեմ իմ փորձը երկրիս հետ, բայց երկրիս դա պետք չէ։ Երկրիս ուրիշ բան է պետք։ Երկրիս պետք է կեղծիք եւ երկրիս իշխանիկները հիմա ասում են, որ ազգային գաղափարախոսությունը դա կեղծ գաղափար է, դա փուչիկ է։ Մենք դա լսել ենք Լևոն Տեր-Պետրոսյանից 30 տարի առաջ, բայց այդ ժամանակ ազգը մերժեց այդ ասույթը եւ մերժեց Տեր-Պետրոսյանին, ուտես 30 տարի անց սա վերադարձավ մարմնավորված այլ կերպարանքով Նիկոլ Փաշինյանով, որը իր հոգևոր սանն է, ինչպիսին է չլինեն իրենց հարաբերությունները լավ թե վատ, այնուամենայնիվ դա նույն գաղափարախոսությունն է կամ ավելի ճիշտ գաղափարախոսության բացակայությունը եւ հանկարծ Նժդեհը դառնում է ֆաշիստ, ըստ նրանց պատմական արդարությունը փոխարինվում է իրական արդարությամբ, թեև արդարությունը չի լինում այսպեսին թե այնպեսին, նա կամ կա կամ չկա, ինչպես եւ ճշմարտությունը։ Դա չի կարող լինել պատմական, ներկա, ապագա, դա կամ կա կամ ոչ։ Իսկ մեզ ասում են, որ մենք պետք է հրաժարվենք անկախության հռչակագրից, չհիշատակենք ցեղասպանությունը, ցեղասպանությունների մրցավազքը կանգնեցնենք, Արցախի շարժումը փակենք, այսինքն մեզ առաջարկում են վերանալ որպես ազգ, որպես մշակույթ, որպես քաղաքակրթություն եւ դառնալ ինչ որ մի ուրիշ բան։ Կարկանդակ ու եգիպտացորեն ուտող ծամող, սպառող, հարկ վճարող հոտ, խոտ, ծամող, լուր հոտ, ոչխարների հոտ, դա են մեզ հիմա առաջարկում։ Ես վստահ եմ, որ մենք դա մերժելու ենք։ Ես ամեն ինչ կանեմ, ինչ կարող եմ, որպեսզի իմ հայրենիքը չգնա այդ ճանապարհով դեպի սպանդանոց, որտեղ մեզ հիմա տանում են այս սադրիչները։ Տիգրան, ես զարմանում եմ, որ ստի կեղծիքի այս նոր շրջանը թվակողած մեր ժողովուրդը մի տեսակ չգիտի անգամ ինչ անի։ Մարդիկ չգիտեն, հավատան վաղվա օրվան, հավատան այս իշխանություններին, թե պետք է նորերը գան, չգիտեմ, ինչ ես գտնում, ինչ տարբերակով մենք կարող ենք ազգովի դուրս գալ այս ծանր վիճակից։ Օգտագործվում է ամենապարզ հին եւ ստոր միջոցը։ Մարդկանց վախեցնում են։ Վախեցած մարդու հետ կարելի անել ինչ ասես։ Եվ երբ որ երկրի ղեկավարը իր իշխանության ընթացքում մի քանի անգամ եւ դա առաջին անգամ չասում է, եթե ինձ չընտրեք, կլինի պատերազմ։ Նա ասել էր դա Թավուշում մի անգամ, նա ասել էր դա Սյունիքում, հիմա նա ասում է ողջ Հայաստանի մասին։ Սա ինչ է նշանակում։ Մի մարդուց պետք է կախված լինի, մի մազից պիտի կախված լինի ողջ ազգը, ողջ պետությունը, այդ ոնց ես դու ղեկավարում, որ ամեն ինչ քեզնից է կախված։ Դա ծիծաղելի է։ Նախ դա սուտ է եւ պատերազմը բոլորովին դրանից չէ, որ կընտրենք մենք նրան թե ոչ, որովհետեւ նա ոչ թե խաղաղություն է խոստանում մեզ, այլ պարտություն, որովհետեւ այն պայմանները, որոնց նա արդեն համաձայնվել է, հրաժարումը անկախության հռչակագրից, մեր ազգային արժանապատվությունից, մեր պատմությունից ընդհանրապես, Արցախից, Եղեռնի մեր նահատակների հիշատակից եւ այլն։ Դա նշանակում է, որ մենք այլևս Հայաստան չենք, որ մենք արևմտյան Ադրբեջան ենք։ Նրանից դա են պահանջում եւ նա համաձայնվում է դրան հանուն ընդամենը մի բանի։ Ինչի մասին գրում էր Սևակը, ինչը շատ լավ արտասանում էր Ֆրունզե Մհեր Մկրտչյանը, աթոռի նա ընդամենը փոխանակում է մեր ճակատագիրը, մեր
ապագան, մեր երեխաների ապագան իր իշխանության դիմաց։ Եվ Պուտինը երեք փաստորեն ապրիլի 1-ը ընտրված էր հատուկ, դա էլ պատահական չէր, եւ Մոսկվայում փաստորեն կնքվեց նոր մոսկովյան պայմանագիր։ Եվ Պուտինը համաձայնվեց չխանգարել Փաշինյանի ընտրությանը, վերարտադրության ավելի ճիշտ, արա ինչ ուզում ես եւ հետ կանչեց իր ոհմակները, ասեց, որ ռուսական ուժերը թող մնան երկրորդ տեղում, բայց անպայման մնան, միայն թե Եվրոպա դուք չգնաք։ Եվ Փաշինյանը դիմացը փաստորեն համաձայնվեց, որ այո, մենք չենք գնում Եվրոպա, մենք մնում ենք Ռուսաստանի հետ։ Բայց նա ամենուր հայտարարում է, որ գնում եք Եվրոպա։ Լսեք ինչ է, նայեք ինչ է նա անում, այլ ոչ թե ինչ է նա հայտարարում։ Պուտինին նա խաբել չէր կարող։ Եվրոպայում ստել ավելի հեշտ է։ Որովհետև Եվրոպայում նա ասում է, ինձ Պուտինը թույլ չի տալիս, խանգարում է։ Հետո գնում է Պուտինի մոտ ու ասում է, ես կանեմ այնպես, ինչպես դուք ուզում եք, միայն թե մի փոխեք ինձ, որովհետև ինքը գիտի, որ իրենք կարող են փոխանակել նրան մեկ ուրիշով, մեկ ուրիշ հայկական Իվանիշվիլիով։ Նա գնում է ապացուցելու, որ այդ Իվանիշվիլին ես եմ, այդ Խաչիկյանը նա է։ Սա ենք մենք տեսել այս բեմադրությունը, եւ սա իհարկե կատակերգություն չէ, սա ողբերգություն է ազգի համար։ Կողքինի համար, հարևանների, մեր թշնամիների համար սա իհարկե շատ ծիծաղելի, շատ ծիծաղաշարժ կատակերգություն է։ Անկամ Արցախի մասին տեսեք նա ինչ է ասում Պուտինին։ Պուտինը ասում է դուք ճանաչեցիք Արցախը Ադրբեջանի մաս։ Իսկ Փաշինյանը պատասխանում է այո, ես դա ասեցի, բայց դրանից առաջ դուք երկու անգամ ասեցիք։ Մի րոպե, ինչ կապ ունի ով ինչ ասեց։ Երկրի վարչապետ ընտրված ես դու, այլ ոչ թե Պուտինը։ Եվ կարևոր չէ ինչը Պուտինը ասել Արցախի մասին։ Կամ Ալիևը ինչ է ասել։ Այն ժամանակ, երբ որ հայոց զորքը կանգնած է Արցախում եւ Արցախը հայկական է, Պուտինի ասածը եւ Ալիևի ասածը դա օրենք չէ։ Օրենք է Հայաստանի իշխանության ասածը։ Այսինքն պետք չէ գցել, ճիշտ է, Պուտինը այդպես էլ ուզում էր եւ 100 տարի շարունակ դեռ Լենինն ու Քեմալն էին որոշել, որ Արցախն էլ է Նախիջևանի ու Արևմտյան Հայաստանի պես թուրքերին անցնելու, բայց մենք դիմադրում էինք, Նժդեհը դիմադրում էր։ Արցախյան պատերազմը, Սարդարապատը դա դիմադրություն էր եւ մենք հաղթում ենք եւ մենք հիմա էլ կհաղթենք, եթե դուք չանձնվեիք։ Հիմա էլ նա փնտրում է թե ում մեղադրել։ 11000 փախչող դիզերտիրներ, դասալիկներ։ Լավ էլի, հետո եք դուք պատմում։ Վերել եք երեխեքին մենակ թողել եք, հետո ասում եք դասալիկներ։ Ես կամավոր եղել եմ այնտեղ, մենք մի քայլ հետ չարեցինք։ Լեոնիդ Ազգալդյանի անվան ջոկատը Թալիշ եւ Մաթաղիս գյուղերի դիմաց կանգնած Մարտակերտի շրջանում կրկնում եմ մենք մեր հրամատներից մեկ քայլ հետ չենք արել թեև մեզ ռմբակոծում էին օրնի բուն այդ ոնց եք դուք հանձնում տարածքներ Մարտակերտի շրջան Խարվաճառը որտեղ Թուրքի ոտը չէր կանգնել մենք պաշտպանում ենք ոչ եղնիկները հեռացան ոչ մեր ջոկատները հեռացան Այդ մենք ենք դասալիկներ։ Դուք մեզնից նաև մեր բարի անունն եք փորձում գողանալ։ Տիգրան, դե որքան փորձում ենք քաղաքական թեմաների մեջ չմխրճվել, բայց առանց դրան հնարավոր չի։ Դրա համար առաջարկում եմ հիմա դիտենք մի հատված ֆիլմերից մեկից եւ վերադառնանք տաղավար, ասեմ թե ինչու հենց այս ֆիլմից եւ այս կտորը։ Խնդրեմ։ 1920 թվականի ապրիլի 14-ին պատերազմի հայ մասնակիցները հավաքվել էին Վաշինգտոնում, խնդրելով ԱՄՆ կառավարությանը օգնել Հայաստանին։ Նրանց անունից ԱՄՆ բանակի մայոր Վարազդատ Ղազանչյանը խնդրագիր հանձնեց պետքարտուղար Քոլբիին Հայաստանի Հանրապետությունը ճանաչելու հորդորով։ Եթե Գերմանիա եւ Թուրքիայի պարտությունը հին աշխարհակարգի տապալման գլխավոր նախապայմաններն էին,
ապա Հայաստանի վերածնունդը Ուիլսոնյան տեսլականում պետք է դառնար համաշխարհային քաղաքականության մեջ արդարության եւ գթասրտության հաղթանակի օրինակ։ Ազգերի լիգայի կողմից Ամերիկայի Միացյալ Նահանգներին էր հանձնված Հայաստանի վերստեղծման մանդատը, ըստ Ուիլսոնի նոր աշխարհակարգի խորհրդանիշ, որն Ամերիկան ուզում էր հակադրել կայսերական զավթումների հին եվրոպական քաղաքականությանը։ Ուիլսոնի պատկերացմամբ հենց Հայաստանի գոյությունն իր պատմական տարածքում Սև ծովից մինչև Իրանի սահմանը պետք է դառնար Ամերիկայի նոր միջազգային դերակատարության ապացույցը, իբրև համաշխարհային առաջնորդի։ Բնականաբար, Ուիլսոնի առաջարկած այս քաղաքական հեղափոխությունը դիմադրություն առաջացրեց ինչպես պարտված Եվրոպայում, այդպես էլ բուն Ամերիկայում։ Հանրապետական սենատոր Ուորեն Հարդինգը, ով 1920 թվին փոխարինեց Ուիլսոնին նախագահի պաշտոնում մեկուսացմանը վերադառնալու կարգախոսներով, հայտարարել էր. «Ես անտարբեր չեմ Հայաստանի տանջանքներին, բայց ես համոզված եմ, նախ եւ առաջ Ամերիկա։ Անվտանգությունը եւ գթասրտությունը սկսվում են տանը»։ Համաձայնվեք, սա զարմանալիորեն նման է ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշմանը, ով ուղիղ 100 տարի անց 2020 թվին Ամերիկան նախ եւ առաջ նույն կարգախոսով հեռու մնաց նույն Հայաստանին գործնական օգնություն տրամադրելուց, նույն ռուս թրքական հարձակման պայմաններում։ Բայց ամերիկյան առաջադեմ գործիչների, բարեգործների, քրիստոնյա սպասավորների եւ միլիոնավոր քաղաքացիների ջանքերը իզուր չէին։ Ժելի բարեկամներ, հիշեցնեմ, որ կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանն է այսօր լինել թե չլինել հեղինակային ծրագրի հյուրը։ Տիգրան, դիտեցինք մի հատված գոհացված դարը ֆիլմից, շատ ցավում եմ, որ այդ ֆիլմը արգելվածների մեջ է, բայց քեզ խոստանում եմ, որ առաջիկայում Փակտիվին ամբողջությամբ այն նորից կներկայացնի մեր ունկնդիրներին, եթե չես առարկում Չէ, իհարկե։ Ես հիմա վերակառուցում եմ YouTube ալիքս, որպեսզի կարողանամ նույնպես բոլոր ֆիլմերս ներկայացնեմ առանց այդ խոչընդոտների, բայց շնորհակալ եմ, որովհետև հեռուստատեսությունը ունի ի սկզբանե ավելի մեծ լսարան, քան ասենք հեռախոսով ֆիլմեր նայելը, որը այդպես էլ չի դառնում իհարկե ավանդույթ դեռևս։ Այսինքն դու դեմ չես, եթե մենք սկսենք այդ գործը, որը նախաձեռնել ենք ժամանակին։ Չէ, իհարկե ուրախությամբ։ Դե դու այստեղ տանն ես, չէ՞։ Այո։ Ընդհանրապես ես Երևանում եմ, դա իմ տունն է։ Այո, առայժմ։ դե չեմ ասում Փակտիվի հարթակը, որը քեզ համար միշտ բաց է։ Այո, տարիներ շարունակ տարբեր վայրերում, տարբեր անուններով դու եւ ես վաղուց ենք խոսում այս ամեն ինչի մասին, ու շատ բան փոխվեց, մենք ոչ, մենք մնացինք նույն սկզբունքներին։ Գլխարկներս չենք փոխել։ Ոչ։ Ինչ իշխանություն են, որ եկել է։ Այո, մենք հաշվում ենք մեր մազերը, բայց մնում ենք հավատարիմ մեր գաղափարներին, որոնք մազերի տակ են։ Տիգրան, քաջ գիտակցում ես, չէ՞, որ ամեն անգամ նման հանդիպումից հետո եթերում միշտ չար լեզուները սկսում են ավելի հալածել, ավելի վնասել։ Քեզ համար սա ինչ է, սովորական երևույթ է դարձել, թե պարզապես աշխատում ես չնկատել։ Ես ցավում եմ, որ մեր երկրում առաջին քրիստոնյա ազգը, որը ընդունել էր առաջինը սիրո ուսմունքը Քրիստոսի, դարձել է ատելության աղանդ, որովհետև այս իշխանությունները առավել քան երբևէ սերմանում են ազգի մեջ պառակտում, ատելություն, չարություն, անհանդուրժողականություն, եւ եթե Փաշինյանը ընտրվեց ատելության ալիքի վրա ու նախկինների հանդեպ, ապա ես կարծում եմ, որ հիմա ատելության աստիճանը հավասարվել է, եւ եթե այսպես շարունակվի, կավելանա ու կանցնի նախկին ատելության չափերը։ Բայց այնուամենայնիվ գտնում ես, որ այս ամենի դեմ պայքարելու հնարավորություն կա։ Ես
ոչ թե հնարավորություն եմ փնտրում։ Ես գիտեմ, որ դա անհրաժեշտ է, որովհետև կենսաբանական օրենք է, մարդը ունի այնքան տարածք, կամ ոչ միայն մարդը, շունը կամ ասենք բջիջը, այնքան տարածք, որքան կարող է պաշտպանել։ Մեր երկիրը փոքրացավ մեր աչքի առաջ, որովհետև հրաժարվեցին պաշտպանել այն։ Մենք պարտավոր ենք պաշտպանվել, մենք պարտավոր ենք պաշտպանել մեր արժեքները, մեր երկիրը, մեր քաղաքակրթությունը, այն ինչ մենք սիրում ենք, պետք է պաշտպանել, որովհետև եթե դու չես պաշտպանում այն ինչ սիրում ես, դու կորցնում ես եւ այն ինչ սիրում ես եւ ինքդ քեզ ես կորցնում։ Դու կորցնում ես ամեն ինչ։ Մենք հիմա պայքարում ենք, որ չկորցնենք այն ինչ մնաց։ Ինչ ես կարծում, այնուամենայնիվ վերադառնալով Շեքսպիրյան հայտնի լինել, թե չլինել հարցադրմանը, ինչպիսին է լինելու Տիգրան Խզմալյան ռեժիսորի մարդու անձի պատասխանը, հարցերը լուծել մի մերգդաշունով, թե անիմաստ է զենք վերցնել Վիշտուցավերի Միծովի ընդեմ։ Հայերը միակ ազգն են, ովքեր առ այսօր կիրառում են Շեքսպիրյան հերոսների անունները, Համլետ, Լաերտ, Ջուլիետա, Օֆելիա, հայկական անուններ են սովորական ու ողջ աշխարհում դա բավական տարօրինակ է ընկալվում, որովհետև հայերը զգում են Շեքսպիրյան վեհության իմաստը մեր երկրում, երևի դա ինչ-որ բան համապատասխանում եւ երբ որ Համլետը, Հուշյան Համլետը Տիգրան Խզմալյանին հարցնում է լինել թե չլինել, ես կասեմ այսպես, քանի որ դու դանիական արքայազնի անվանակիցն ես, խնդիրը 21-րդ դարում այն չէ լինել թե չլինել, ինչպես հարցնում էր 16-րդ դարի վերջին Շեքսպիրը, այլ ինչպիսին լինել, արդեն քիչ է պարզապես լինել։ Մեր բանաստեղծն է գրել ապրեք երեխեք ջան, միայն մեր պես չապրեք, հա? Այ մոտավորապես այդ մասին է։ Լինել արդեն քիչ է։ Մենք ոչ միայն պետք է լինենք, այո, մենք լինենք, կլինենք, բայց մենք պետք է լինենք այն, ինչ մենք ենք։ Սա է կարևոր։ Եվ դրա համար է մշակույթը ու արվեստը տրված մարդկանց, որը բաժանում է մեզ անասուն կենթանական աշխարհից։ Մեզ տրված է խոսքը, մեզ տրված է վրձինը, երաժշտությունը, կինոն, որովհետև դա է դարձնում մեր լինելը իմաստավորված։ Եվ ես իմ համեստ գործը, իմ պարտքս եմ համարում, որ այդ լինելը իմաստ ունենա։ Այդպես որ քո հարցին ես կպատասխանեմ այո լինել, բայց ինչպիսին։ Եվ ես պարտավոր եմ իմ կյանքով ու աշխատանքով ցույց տալ այն լինելը, որը ես եմ պատկերացնում ու պաշտպանում։ Դրա համար էլ աշխատում ենք, ապրում ենք, պայքարում ենք։ Տիգրան, շնորհակալություն, որ եկար։ Դե ես ուրախ եմ, որ մեր բարեկամությունը շարունակվում է արդեն, որքան երկար ժամանակ եւ կշարունակվի, որտեղ մենք երկուսս էլ ընտրել ենք լինելու տարբերակը, չհաշտվել այն ամենի հետ, ինչ տիրում է այսօր մեր երկրում։ Շատ դաժան է, շատ դժվար, բայց ելքեր կան այնուամենայն։ Կառուցում ենք այդ ելքերը, պետք է կառուցենք։ Շնորհակալություն։ Սիրելի բարեկամներ, մենք այսօր իսկապես հրաշալի հյուր ունեինք մի անձնավորություն, ով ինչպես լսեցիք, հավատում է վաղվա օրվան եւ ամենակարևորը ոչ միայն ասում են լինենք, այլ լինենք արժանապատիվ, լինենք մեր ազգին արժանի քաղաքացիներ, լինենք եւ պայքարենք այն չարիքի դեմ, որ այսօր մեր կողքին է։ Այսօր այսքանը, ցտեսություն։